Շաբաթ օրը Լոս Անջելեսի կենտրոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց մասնակցելու IS-ի դեմ բողոքի ցույցերին։ Կազմակերպիչների խոսքով երթը հիմնականում անցել է խաղաղ, սակայն ավարտին լարվածություն է առաջացել ցուցարարների և ոստիկանների միջև։ Կազմակերպիչների գնահատմամբ բողոքի ցույցին մասնակցել է մոտ 3000 մարդ։ Երթի ավարտին, երբ ցուցարարները հասել են դաշնային կալանավայրի մոտ, ոստիկանությունը դուրս է եկել ապստամբների դեմ հատուկ հանդերձանքով։ Մեկ մարդ ձերբակալվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով։ Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ մարդիկ դուրս են եկել փողոց պաշտպանելու ներգաղթյալների իրավունքները, դատապարտելու ներգաղթի դեմ գործողությունները և Վենեսուելայի հարցի շուրջ իրենց դժգոհությունն արտահայտելու համար։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Դոնալդ Թրամփը հանդիպել է նավթային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Մադուրոյի դեպքը չափազանց հետաքրքիր բացահայտումներ ունի։ Թրամփը սահմանափակում է վարկային քարտերի տոկոսադրույքները, լայնածավալ բողոքի ցույցեր IS-ի դեմ, ցույցերը մեծ թափ են առել վերջին դեպքերից հետո։ Ուկրաինան իր ամենախոշոր լիթիումի հանքավայրերից մեկի շահագործումը տալիս է Թրամփի վաղեմի ընկերներից մեկին։ Կան նորություններ հիփոթեկային վարկերի տոկոսադրույքներից։ Բացահայտվել է 300 տարբեր հանցագործություններ կատարած անձ։ Դեպքը ունի սարսափելի մանրամասներ։ Բիլ Գեյթսի կինը ահռելի մեծ գումար է ստացել ամուսնալուծությունից հետո։ Թեև իրար հանդեպ հնչող վիրավորանքներին Մարկո Ռուբիոյի հագուստի ընտրությանը մասնակցել է նախագահ Թրամփը։ Թե ինչի մասին է խոսքը, կիմանաք հաղորդման երկրորդ հատվածում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել և մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես շարունակեմ հաղորդումը։ Վենեսուելայում հնարավոր ներդրումները քննարկելու նպատակով Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է նավթային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում նա կոշտ հայտարարություն է արել, անդրադառնալով ոչ միայն Վենեսուելային, այլ նաև Ռուսաստանին, Չինաստանին, Գրենլանդիային և Իրանին։ Թրամփի խոսքով Վլադիմիր Պուտինը չի վախենում Եվրոպայից, սակայն իր ղեկավարության պայմաններում վախենում է ԱՄՆ-ից։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն վերջերս վերահսկողության տակ է վերցրել կիսառուսական նավ և Մոսկվան որևէ քայլ չի ձեռնարկել դա պաշտպանելու համար, ինչը նրա կարծիքով կարևոր ազդակ է։ Թրամփը նաև հայտարարել է, որ Վենեսուելան համաձայն է թույլ տալ ԱՄՆ-ին անմիջապես վերամշակել և վաճառել մինչև 50 միլիոն բարել նավթ։ Նախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ն բաց է բիզնեսի համար, նշելով, որ Չինաստանը կարող է գնել ամերիկյան նավթը, Ռուսաստանը ստանալ իրեն անհրաժեշտ ծավալները, իսկ մյուս երկրները նույնպես կարող են համագործակցել Վաշինգտոնի հետ։ Խոսելով Գրենլանդիայի մասին, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում այնտեղ Ռուսաստանի կամ Չինաստանի ներկայությունը տեսնել և ակնարկել է, որ Վաշինգտոնը պատրաստ է գործել անկախ Գրենլանդիայի դիրքորոշումից։ Իրանի վերաբերյալ նա զգուշացրել է, որ եթե Թեհրանը սկսի բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ԱՄՆ-ն կհարվածի Իրանի ամենացավոտ կետին։ Վատիկանը փորձել է միջնորդական քայլեր ձեռնարկել Վենեսուելայում հնարավոր էսկալացիան կանխելու համար և Վաշինգտոնին առաջարկել է քննարկել տարբերակ, ըստ որի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է լքել երկիրը և քաղաքական ապաստան ստանալ Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Լրատվամիջոցի տվյալներով դեկտեմբերի 24-ին Վատիկանի պետքարտուղարը Սուրբ Աթոռում շտապ հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Բրայան Բերչի հետ, փորձելով պարզել Վենեսուելայի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշումն ու ծրագրերը։ Հնարավոր արյունահեղությունը կանխելու նպատակով նա նաև փորձել է կապ հաստատել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ըստ տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել երաշխավորել Մադուրոյի անձնական անվտանգությունը։ Թեմայի վերաբերյալ նոր բացահայտումներ կան։ The New York Post-ին հարցազրույց տված ականատեսի խոսքով Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության պահին ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են հարյուրավոր մարտիկների, չկորցնելով ամերիկյան կողմից որևէ զինծառայող, քանի որ կիրառել են տեխնոլոգիաներ, որոնք ոչնչով նման չեն եղել իրենց երբևէ ծանոթ որևէ զենքի։
Մենք զգոն էինք, բայց անսպասելի մեր բոլոր ռադիոլոկացիոն համակարգերը առանց որևէ պատճառի անջատվեցին։ Հաջորդը, ինչ տեսանք, անօդաչու թռչող սարքերն էին, պատմել է ականատեսը։ Նրա խոսքով ամերիկացիները կիրառել են զենք, որը վենեսուելացի զինվորներին ծնկի է բերել, առաջացնելով քթից արյունահոսություն եւ արյունով փսխում։ Շուտով ուղղաթիռներով վայր են իջել մոտ 20 ամերիկացի զինվորականներ։ Ականատեսը պնդում է, որ տեղի ունեցածը ոչ թե մարդ էր, այլ կոտորած, որի ընթացքում վենեսուելական ուժայինները ոչ մի շանս չեն ունեցել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել հրապարակման մեջ ներկայացված մանրամասները եւ չեն մեկնաբանել որևէ հատուկ տեխնոլոգիայի կիրառման մասին տեղեկությունները։ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ 2026 թվականի հունվարի 20-ից նախագահի պաշտոնում գտնվելով նախատեսում է 1 տարով առավելագույնը 10%-ով սահմանափակել վարկային քարտերի տոկոսադրույքը։ Նրա խոսքով անթույլատրելի է, որ վարկային քարտեր տրամադրող ընկերությունները սահմանեն 20 կամ 30%-անոց բարձր տոկոսադրույքներ եւ այդ կերպ շահագործեն ամերիկացի քաղաքացիներին։ Սակայն բանկային ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են հնարավոր բացասական հետևանքների մասին։ Ամերիկյան բանկերի ասոցիացիայի փոխանցմամբ տոկոսադրույքների նման սահմանափակումը կարող է հանգեցնել նրան, որ բանկերը սկսեն ավելի հաճախ մերժել ցածր եկամուտ ունեցող մարդկանց վարկային քարտերի տրամադրումը։ Արդյունքում այդ մարդիկ ստիպված են լինելու օգտվել ավելի թանկ եւ ոչ վստահելի վարկային աղբյուրներից։ Իրանում շարունակվող բողոքի ցույցերի առաջին 13 օրերի ընթացքում զոհվել է առնվազն 65 մարդ, այդ թվում 7 երեխա եւ դեռահաս, իսկ ավելի քան 2300 ցուցարար ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում գործող իրավապաշտպան կազմակերպություններից մեկը։ Իրանի իշխանությունները հաստատում են, որ երկրում տեղի է ունենում սոցիալ-տնտեսական խնդիրներից բխող բողոքի ակցիաներ, սակայն պնդում են, որ դրանց ընթացքում ակտիվ մասնակցություն ունեն նաև զինված դիվերսանտներն ու ահաբեկիչները։ Պաշտոնական Թեհրանի պնդմամբ վերջիններս գործում են արտաքին ուժերի աջակցությամբ։ Իրանի գերագույն առաջնորդը միջամտության համար մեղադրում է Թրամփին։ Թեհրանի քաղաքապետը հայտարարել է, որ անկարգությունների հետևանքով զգալի վնաս է հասցվել մայրաքաղաքի ենթակառուցվածքներին։ Նրա խոսքով ավերվել է 26 բանկ, հարձակումների են ենթարկվել 2 հիվանդանոց, իսկ Թեհրանում հրդեհվել է 25 մզկիթ։ Այս տվյալները փոխանցում է CNN-ը։ Միևնույն ժամանակ Իրանի վերջին շահի որդին ԱՄՆ-ում աքսորի մեջ գտնվող Ռեզա Փեհլևին կոչ է արել ցուցարարներին գրավել եւ վերահսկողության տակ պահել քաղաքների կենտրոնները։ Նա նաեւ հայտարարել է, որ եթե բողոքողները հասնեն հաջողության, պատրաստ է Իրան վերադառնալ։ Ավելի վաղ մենք անդրադարձել էինք Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի հայտարարության, ըստ որի նա պատրաստակամություն էր հայտնել իր Նոբելյան խաղաղության մրցանակը փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա դա հայտարարել էր հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի ձերբակալման գործողություններից հետո։ Սակայն նորվեգական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը իրավասու չէ մրցանակը փոխանցել որևէ այլ անձի, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփին։ Նոբելյան մրցանակը ենթակա չէ փոխանցման կամ փոփոխության։ Այն շնորհվելուց հետո մնում է տվյալ դափնեկրին վերջնական եւ անփոփոխ կարգով, նշվում է կոմիտեի հայտարարության մեջ։ ԱՄՆ-ում շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը Մինեսոթայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ICE աշխատակիցը կրակել ու սպանել էր 37-ամյա Ռենե Նիկոլ Գուդին։ Պարզվել է, որ նա ԱՄՆ քաղաքացի էր եւ 3 երեխաների մայր։ Դեպքը տեղի է ունեցել Մինեապոլիսում։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ եւ պահանջում են վերանայել ICE գործողությունները եւ պատասխանատվություն ստանձնել տեղի ունեցածի համար։ Ցուցարարները հայտարարել են, որ չեն վստահում ինքնապաշտպանության վերաբերյալ պաշտոնական վարկածին եւ որպես հիմնավորում մատնանշում են դեպքի վայրից տարածված տեսագրությունները։ Բողոքի ալիքը տարածվել է նաեւ երկրի այլ քաղաքներում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Սիեթլում եւ մի շարք այլ վայրերում։ Որոշ քաղաքներում կարճատև բախումներ են արձանագրվել ոստիկանության հետ։ Ճանապարհների ժամանակավոր փակումներ եւ ձերբակալություններ են տեղի ունեցել։ Դաշնային եւ տեղական իշխանությունները դեպքը տարբեր
տարբեր կերպ են մեկնաբանում։ Այսը պնդում է, որ գործակալը գործել է վտանգավոր իրավիճակում, մինչդեռ տեղական պաշտոնյաներն ու իրավապաշտպան կազմակերպությունները այդ վարկածը համարում են վիճահարույց։ Դեպքի քննությանը միացել է նաև Դաշնային հետաքննությունների բյուրոն։ Բողոքի ցույցերը շարունակվում են և իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ուկրաինան որոշել է իր ամենախոշոր լիթիումի հանքավայրերից մեկի շահագործումը տալ միջազգային ներդրողներին։ Այդ խմբում է նաև Դոնալդ Թրամփի վաղեմի ընկեր միլիարդատեր Ռոնալդ Լաուդերը։ Այս մասին գրում է The New York Times-ը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին։ Լիթիումը կարևոր ռազմավարական հումք է, որը լայնորեն օգտագործվում է էլեկտրամեքենաների, մարտկոցների և ժամանակակից տեխնոլոգիաների արտադրության մեջ։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պայմանավորվածության համաձայն լիթիումի հանքավայրից ստացվող շահույթի 50%-ը կփոխանցվի հատուկ համատեղ ֆոնդի, որը կվերահսկվի ամերիկյան պետական կառույցի կողմից։ Պայմանագրով սահմանված նվազագույն ներդրումը կազմում է $179 միլիոն, սակայն ամերիկյան կողմը հայտարարում է, որ պատրաստ է ներդնել ավելի մեծ գումարներ։ Փենսիլվանիայում 34-ամյա Ջոնաթան Գերլախին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 300 հանցագործություն կատարելու մեջ, այդ թվում գերեզմաների պղծման և մարդկային դիակների նկատմամբ ոտնձգության համար։ Իրավապահների տվյալներով նրա տան նկուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ մարդկային մնացորդներ, ավելի քան 100 գանք, մումիֆիկացված ձեռքեր ու ոտքեր, ինչպես նաև քայքայված մարմնի մասեր։ Քննության համաձայն այդ մնացորդների մեծ մասը գողացվել է Ֆիլադելֆիայի մերձակայքում գտնվող պատմական գերեզմանոցից, որտեղ սկսված անկախության պատերազմից թաղված են ԱՄՆ բոլոր պատերազմների վետերանները։ Գործի քննությունը սկսվել է անցած տարվա նոյեմբերին, երբ նշված գերեզմանոցում արձանագրվել է դամբարանների և գերեզմանների զանգվածային պղծումներ։ Ընդհանուր առմամբ վնասվել է առնվազն 26 գերեզման։ Քննիչները նկատել են, որ հենց հանցագործությունների օրերին նույն ավտոմեքենան բազմիցս հայտնվում է տարածքում, ինչն էլ հանգեցրել է կասկածյալի բացահայտմանը։ Անձը ձերբակալվել է գերեզմանոցից դուրս գալու պահին։ Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել են 2 երեխայի մումիֆիկացված մարմին, 3 գանք և մարդու այլ մասեր։ Դատախազի փոխանցմամբ կասկածյալի տան նկուղում մարմնի մասերը պահվել են տարբեր վիճակներում, որոշները կախված են եղել, մյուսները խառնված տարբեր դիակների, իսկ գանգերը դասավորված են եղել դարակների վրա։ Անօրինական կարգավիճակ ունեցող միգրանտներին հայտնաբերելու նպատակով ICE Medicaid ծրագրի տվյալների բազայից օգտվելու թույլտվություն է ստացել սահմանափակումներով։ Դաշնային դատավորը մերժել է դեմոկրատ նահանգների հայցը և թույլատրել տվյալների փոխանցումը։ ICE-ին հասանելի կլինեն միայն հիմնական անձնական տվյալները, օրինակ ներգաղթային կարգավիճակը, հասցեն, հեռախոսահամարը, ծննդյան տարեթիվը և Medicaid-ի նույնականացման համարը։ Բժշկական տվյալները չեն փոխանցվելու։ Որոշումը վերաբերում է այն նահանգներին, որտեղ անօրինական կարգավիճակ ունեցող անձինք օգտվում են պետական բժշկական ապահովագրությունից։ Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են, որ այս քայլը կարող է միգրանտներին վախեցնել և նրանց ստիպել խուսափել բուժօգնությունից։ ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները զգալիորեն նվազել են և հասել վերջին 3 տարվա ամենացածր մակարդակին։ 30-ամյա հիփոթեքի միջին տոկոսադրույքը իջել է մինչև 5.99%, ինչը ամենացածր ցուցանիշն է 2023 թվականի փետրվարից ի վեր։ Տոկոսադրույքների այս նվազումը հաջորդել է նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականին, ըստ որի հիփոթեկային շուկայի երկու խոշոր կառույցներ՝ Ֆենի Մեյը և Ֆրեդի Մաքը, պետք է գնեն մոտ $200 միլիարդ հիփոթեկային վարկեր։ Թրամփի խոսքով այս քայլը կօգնի նվազեցնել թե տոկոսադրույքները, թե քաղաքացիների ամսական վճարները և կդարձնի բնակարան ձեռք բերելը ավելի շահավետ։ Ֆենի Մեյը և Ֆրեդի Մաքը պետական վերահսկողության տակ գործող կառույցներ են, որոնք բանկերից գնում են հիփոթեկային վարկերը և դրանց հիման վրա ֆինանսական արժեթղթեր թողարկում։ Դրա շնորհիվ բանկերը ստանում են նոր միջոցներ և կարողանում են մարդկանց առաջարկել ավելի ցածր տոկոսներով վարկեր։ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը Մելինդա Ֆրենչ Գեյթսը շուրջ $8 միլիարդ է ստացել ամուսնալուծությունից հետո։ Նրանք ամուսնալուծվել են 2021 թվականին 27 տարվա համատեղ կյանքից հետո։ Ավելի ուշ Մելինդան հրապարակավ խոսել է ամուսնու վարքագծի և Ջեֆրի Էփշթեյնի հետ նրա կապերի մասին։
2024 թվականի մայիսին նա հեռացավ Gates Foundation-ի համանախագահի պաշտոնից։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ Bill Gates-ը 12.5 միլիարդ դոլար կտրամադրի նրա անկախ բարեգործական նախաձեռնություններին։ Մնացած գումարի բաշխման մանրամասները կարող են պարզ դառնալ հետագա ֆինանսական հաշվետվությունից հետո։ Forbes-ի գնահատմամբ Melinda Gates-ի ընդհանուր կարողությունը ներկայումս կազմում է մոտ 29.4 միլիարդ դոլար, իսկ Bill Gates-ը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում։ Իլոն Մասկը քննադատել է Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կառավարությանը և կոչ արել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Պատճառն այն է, որ Լոնդոնը քննարկում է X սոցիալական հարթակի հնարավոր սահմանափակումը։ The Telegraph-ի տվյալներով բրիտանական իշխանությունները մտահոգված են, որ X-ին պատկանող գրոք արհեստական բանականության համակարգը կարող է ստեղծել սեքսուալ բնույթի բովանդակություն, այդ թվում անչափահասների մասնակցության պատկերներ։ Քննարկումների պայմաններում գրոքը դարձել է Մեծ Բրիտանիայի App Store-ի ամենաշատ ներբեռնված հավելվածը։ Մասկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է սահմանափակել խոսքի ազատությունը։ Նա հրապարակել է տվյալներ, ըստ որի Մեծ Բրիտանիան աշխարհում առաջատարներից է սոցիալական ցանցերում գրառումների պատճառով իրականացվող ձերբակալությունների թվով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոին նկատել են նոր սև Օքսֆորդ կոշիկներով, որոնք նա նվեր է ստացել Դոնալդ Թրամփից։ Ավելի վաղ նախագահը քննադատել է Ռուբիոին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին տգեղ կոշիկներ կրելու համար և նրանց նվիրել էր 4 զույգ սև Օքսֆորդներ, սակայն հրապարակված լուսանկարներում ակնհայտ երևում է, որ Ռուբիոյի կոշիկները իր չափսով չեն։ Ռուբիոն և Վենսը իրենց նոր կոշիկները ցուցադրել են լրագրողներին Թրամփի հարցազրույցի ընթացքում, իսկ նախագահը նրանց անվանել էր երեխաներ։ Մի շարք վերլուծաբաններ այս դրվագը մեկնաբանում են որպես Թրամփի ուժի ցուցադրում, նշելով, որ Ռուբիոն բառացիորեն հայտնվել է իրեն չհամապատասխանող կոշիկի մեջ։ ԱՄՆ-ում կան մարդիկ, ում առավոտը ոչ թե սկսվում է մի գավաթ սուրճով, այլ ալիքներով։ Սերֆինգի սիրահարների համար այն պարզապես սպորտ չէ, այլ ապրելակերպ, որտեղ ազատությունը, համբերությունն ու բնության հետ ներդաշնակությունը համատեղվում են մի բանի մեջ։ Հավայան կղզիները և Կալիֆորնիան այն վայրերն են, որտեղ ձևավորվեց այս մտածողությունն ու դարձավ ամերիկյան մշակույթի անբաժան մաս։ ԱՄՆ-ում սերֆինգի իրական պայթյունը սկսվեց 1950-60-ականներին և դրա գլխավոր բեմը դարձավ Կալիֆորնիայի ափը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվեց մի սերունդ, որն այլևս չէր ուզում ապրել խիստ կանոններով։ Երիտասարդները փնտրում էին ազատ շարժում, ինքնարտահայտում, իսկ օվկիանոսը դարձավ այդ փնտրտուքի իսկական տարածքը։ ԱՄՆ-ում ժամանակի ընթացքում առաջացան սերֆինգի խորհրդանշական կենտրոններ՝ Մալիբուն, Սանտա Կրուզը և իհարկե Հանթինգթոն Բիչը, որը հայտնի է որպես Surf City USA, իսկ Հավայան կղզիներում լեգենդար North Shore-ը։ Հատկապես North Shore-ը համարվում է սերֆինգի ամենադժվար վայրերից մեկը։ Այստեղ ալիքները հսկայական են ու անկանխատեսելի, և հենց այստեղ են անցկացվում աշխարհի ամենահեղինակավոր մրցումները։ Սերֆինգը ԱՄՆ-ում վերածվել է նաև լուրջ տնտեսական ոլորտի։ Այն ձևավորել է հսկայական շուկա, սկսած սերֆ տախտակներից ու հագուստից մինչև աքսեսուարներ, մրցումներ և մեդիա բովանդակություն։ Այն ԱՄՆ-ում ազդում է ոչ միայն տնտեսության, այլև քաղաքային կյանքի վրա։ Կալիֆորնիայում կան բնակավայրեր, որտեղ անշարժ գույքի գինը ուղղակիորեն կախված է ալիքների որակից։ Որքան լավ են սերֆինգի պայմանները, այնքան բարձր է տան արժեքները։ Հետաքրքիր փաստ՝ ԱՄՆ-ում սերֆինգով զբաղվում է մոտ 3 միլիոն մարդ, բայց նրանց մեծ մասը մրցումների չի մասնակցում։ Սերֆինգը այստեղ ընկալվում է որպես անձնական փորձ, ոչ թե մեդալների համար պայքար։ Նույնիսկ օլիմպիական խաղերում ընդգրկվելուց հետո ամերիկյան սերֆերների մի մասը շարունակում է ասել, որ սերֆինգը չի սիրում կանոններ։ ԱՄՆ-ում սերֆինգը միայն տղամարդկանց սպորտ չէ, վերջին տարիներին սերֆերների գրեթե 1/3-ը արդեն կանայք են և այս թիվը շարունակ աճում է։ Սերֆինգը ակտիվորեն օգտագործվում է նաև վերականգնողական ծրագրերում, վետերանների և սթրեսից տառապող մարդկանց համար, քանի որ օվկիանոսի հետ շփումը նվազեցնում է հոգեբանական լարվածությունը։ Կալիֆորնիայում և Հավայիում գործում են հատուկ դպրոցներ, որտեղ սերֆինգը ներառված է որպես ուսումնական կամ արտադպրոցական ծրագիր։
Այսօր սերֆինգը ԱՄՆ-ում նաև բնապահպանական շարժման մաս է։ Շատ սերֆերներ ակտիվորեն պաշտպանում են օվկիանոսը, պայքարում աղտոտման դեմ և աջակցում կայուն ապրելակերպին։ Սերֆինգը դարձել է մի տարածք, որտեղ սպորտը, բնությունը և արժեքները հատվում են մի տեղում, և հենց այդ պատճառով ԱՄՆ-ում սերֆինգը շարունակում է մնալ ոչ թե պարզապես ալիք բռնելու արվեստ, այլ կյանքի հանդեպ մեկ այլ վերաբերմունք։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ ԱՄՆ Նյու Յորք նահանգի Լուիսթոն քաղաքում ոստիկանները հրդեհի մասին հազանգից հետո մտել են գոմ և համատեղ գործողություններով դուրս բերել ներսում մնացած կովերին։ Ոստիկանության տվյալներով միջադեպի ընթացքում կենդանիներ ոչ էլ մարդիկ չեն տուժել, իսկ հրդեհի առաջացման պատճառները դեռ պարզվում են։ Թրամփը հայտարարել է, որ Կուբան պետք է գործարքի գնա Վաշինգտոնի հետ, հակառակ դեպքում կկանգնի լուրջ հետևանքների առաջ։ Նրա խոսքով ԱՄՆ-ն պատրաստվում է դադարեցնել Վենեսուելայից Կուբա ուղղվող նավթի մատակարարումը և ֆինանսական հոսքերը։ Վենեսուելան տարիներ շարունակ եղել է Կուբայի հիմնական դաշնակիցը, օրական մոտ 35,000 բարել նավթ մատակարարելով կղզի պետությանը։ Կուբայի իշխանությունները կտրուկ են արձագանքել սպառնալիքներին։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կուբան իրավունք ունի վառելիք ներմուծել առանց արտաքին միջամտության, իսկ երկրի նախագահը ընդգծել է, ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե ինչ պետք է անենք։ NASA-ի և SpaceX-ի պաշտոնյաները հայտնել են, որ այս շաբաթ նախատեսվում է միջազգային տիեզերակայանում գտնվող Crew 11 առաքելության անձնակազմի շտաբ վերադարձը երկիր։ Բանն այն է, որ անձնակազմի անդամներից մեկի մոտ բժշկական խնդիր կա։ Պաշտոնյաների տեղեկացմամբ SpaceX-ի Dragon բազմակի օգտագործման տիեզերանավը հունվարի 14-ին կհեռանա միջազգային տիեզերակայանից։ Անջատումը նախատեսվում է իրականացնել արևելյան ժամանակով մինչև ժամը 17-ը։ ԱՄՆ-ում օդային ճանապարհորդությունը այսօր դարձել է միլիոնավոր մարդկանց առօրյայի անբաժանելի մասը։ Ամեն օր երկինք են բարձրանում հազարավոր ինքնաթիռներ, իսկ ավիաընկերությունները մրցում են ոչ միայն գների, այլ նաև ուղևորների վստահության համար։ Եվ այստեղ ամենակարևոր հարցն է առաջ գալիս, թե որ ավիաընկերություններն են ամերիկացիները իրականում նախընտրում։ Վիճակագրությունը այս հարցին տալիս է շատ հստակ պատասխան։ ԱՄՆ-ում տարեկան իրականացվում է ավելի քան 800 միլիոն ուղևորափոխադրում։ Այդ հսկայական հոսքի մեծ մասը կենտրոնացած է ընդամենը մի քանի ավիաընկերությունների շուրջ։ Դրանք են American Airlines-ը, Delta Airlines-ը, United Airlines-ը և Southwest Airlines-ը։ Այս 4 ավիաընկերությունները միասին սպասարկում են ԱՄՆ ներքին և միջազգային բոլոր թռիչքների մոտ 65-ից 70%-ը։ Ամենակարևոր գործոններից մեկը երթուղիների քանակն է, որքան շատ քաղաքներ ես կապում, այնքան մեծ է քո դերը ավիացիոն շուկայում։ Southwest Airlines-ը թռիչքների քանակով առաջատար է ԱՄՆ ներքին շուկայում։ Այն սպասարկում է հարյուրավոր քաղաքներ առանց միջազգային ծանրաբեռնված երթուղիների, իսկ American, Delta և United ավիաընկերությունները վերահսկում են միջազգային շուկայի մեծ մասը, թռիչքներ իրականացնելով Եվրոպա, Ասիա և Լատինական Ամերիկա։ Եթե խոսենք թվերով, ապա Southwest-ը ունենում է օրական մոտավորապես 3500 ներքին թռիչք 120 և ավելի քաղաքներում։ Ամերիկանը թռիչքներ դեպի 60-ից ավելի երկրներ և 200 միլիոն ուղևոր տարեկան։ Դելտան 50 և ավելի երկրներ, մոտավորապես 1600 միջազգային թռիչք օրական, իսկ United-ը թռիչք դեպի 70 և ավելի երկրներ և համարվում է ամենալայն միջազգային ցանցը ԱՄՆ-ում։ Ուղևորների ընտրության վրա մեծ ազդեցություն ունի նաև գինը։ Վերջին տարիներին ամերիկյան շուկայում արագ աճել են մատչելի ավիաընկերությունները, որոնք հատկապես գրավում են կարճ ճանապարհորդություն նախընտրողներին։ ԱՄՆ-ում ամենահայտնի ցածրարժեք ավիաընկերություններն են Southwest-ը, JetBlue-ն, Spirit-ը և Frontier-ը։ Այս ավիաընկերությունները միասին կազմում են ԱՄՆ ներքին ավիաշուկայի շուրջ 30%-ը, գրավելով ուղևորներին ավելի մատչելի գներով, սակայն հաճախ լրացուցիչ վճարով առաջարկվող ծառայություններով։ Վիճակագրությունը պարզ է։ ԱՄՆ ավիացիոն շուկայում հաղթում է նա, ով կարողանում է հավասարակշռել գինը և վստահությունը։ Մեծ փոխադրողները մնում են առաջատար, սակայն ցածր արժեք ունեցող ավիաընկերությունների աճը վկայում է, որ ուղևորների սպասելիքները արագ փոխվում են։
Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորի նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը, կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։